Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, հարցազրույցի տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին։ Պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ երեկոյան մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, այսօր առավոտյան հանդիպել է Ալիևին, այսօր Զայեդ մրցանակաբաշխությունն է տեղի ունենալու, ինչի մասով Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, որ այս մրցանակը իրենն է եւ Ալիևինը հավասարաչափ եւ խաղաղության օրակարգին է վերաբերվում։ Գիտեք, այն գործը ինչ որ երկուսով սկսել են, որոշակի շարունակություն պետք է ունենա, սա դրա այսպես սիմվոլիկ հանրային դիվանագիտության քարոզչական էլեմենտներ պարունակող դրվագներից մեկն էր, ինքը ամեն հարթակ օգտագործելու է այսպես քծնողական հանրային շնորհակալության դաշտից իր վերաբերմունքը արտացոլելու եւ արտաբերելու Ադրբեջանի նկատմամբ, իսկ պրագմատիկ դիվանագիտության տեսանկյունից սա լեգիտիմ հարթակ է, այսինքն հնարավորություն է նաեւ Ալիևի հետ պայմանավորել մի շարք էլեմենտների մասով, մենք ունենք մի քանի ամիս մինչև ընտրությունները, վստահ եղեք, որ ես քննարկման օրակարգում լինելու են նաեւ գերիների հարցը, մինչև ընտրություններ մենք ունենալու ենք գերիների որոշակի վերադարձ, որպես շատ էմոցիոնալ թեմա ինքը բարոյական առումով, հա, բայց որպես ընտրակաշարք հասարակությանը, իսկ մենք այդ ընտրակաշարքների, հանրային ընտրակաշարքների պակաս վերջին մի տարվա մեջ կամ կես տարվա մեջ առնվազն չունենք, դա պարտադիր զինծառայության տարիքի նվազեցումներ, հա, դա այսպես առողջապահության ապահովագրական համակարգի ներդրումներ եւ այլն եւ մի շարք այլ հանգամանքներ, դա տնտեսական, այսպես ասած, էժան բենզին, էժան հաց օպերացիաներն էին Ադրբեջանի միջոցով, Ադրբեջանի տարածքով եւ այլն, իդեպ այդ բենզինը ադրբեջանական բենզին չի եղել, ռուսական բենզին է եղել, այդ էլ ֆիքս ենք, իսկ բոլոր հնարավոր հարթակները ինքը շատ տրամաբանական է, որ օգտագործելու է, որպեսզի կարողանա իր երևի պատմական մինիմումում գտնվող հեղինակությունը բարձրացնել եւ նաեւ հանրային առումով դիրքավորվել, որ այն ճանապարհը ինչ որ իրենք ворթեգրել են, իրենք, մենք չէ, իրականորեն են մարդիկ, ովքեր Հայաստանի շահով չեն առաջնորդվում, այլ իրենց իշխանական եւ իրենց գոյաբանական շահով հետևողականներն ապահովելու են եւ իրենց համար շատ կարեւոր է նաեւ Ալիևի արձագանքները, որովհետեւ այդ վարքաբանության, այդ քաղաքականության մեջ, ինչի մեջ իրենք մտածը եւ Հայաստանը ներկայացրել են այդ աղետի մեջ, դրա հիմնական շահառուն Ադրբեջանն ու Թուրքիան են։ Հետո ինքը որոշակի բարբերականությամբ պետք է նաեւ հանրային խոսույթում այդ մասին խոսի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյան անունով, հա, ինքն էլ այս վերջերս եվրոպական ֆորումներից մեկում բոլորի ներկայությամբ, այո, այսպես շնորհակալությունների տարափ էր հղում, իսկ Ալիևն էլ է զարմանում, որ իրեն այդքան շնորհակալ են հայերի մի մասը գոնե, այնպես որ ունենք այսպես տեխնիկական, դիվանագիտական, քարոզչական էլեմենտ, որը այսպես գործող վարչապետին անհրաժեշտ է իր սեփական ռեյտինգը որոշակիորեն կայունացնելու, այնտեղ որոշակի պայմանավորվածություններ ունենալու տեսանկյունից։ Իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների հանգամանքը ինչի մասն է խոսում, պարոն Ղևոնդյան։ Ոչ մի բանի, դրանք հարթակներ են, օրինակ այսօր հենց նույն այդ հարթակում, նույն այդ երկրում ռուս-ուկրաինական այսպես բանակցային օրակարգեր են, հա, ամերիկացիների միջնորդությամբ, այդպիսի տարբեր վայրեր կան աշխարհում, ինչ որ փուլ Թուրքիան էր նախաձեռնողականություն դրսևորում, որպեսզի իր հարթակներում այդպիսի մեծ դիվանագիտական բանակցային այսպես իրադարձություններ տեղի ունենան, այս պահի դրությամբ Ստամբուլում այդ process-ներն են տեղի ունենում։ Նախկինում ուկրաինական, ռուսական այդ ցորենի գործարքի հետ կապված բանակցությունները ըստ Թուրքիայում էին։ Դա կշիռն է ավելացնում որոշ պետությունների, հա, օրինակ Կատարում են հանդիպումներ տեղի ունենում։ Ենթադրելի է, որ նեյտրալ հարթակներ են, իհարկե այդպես չի, բայց միջազգային դիվանագիտական այսպես միավորներ կուտակելու տեսանկյունից դա այդ պետությունների համար հարմար ֆորմատ է, ես կարողացա ապահովել եւ նաև սերտացնում է նա որոշակիորեն նաև սիմվոլիզմի տեսանկյունից ազդեցության գործիքակազմը ապահովում, հա։ Նու հայ ադրբեջանական այդ հանդիպումը մեծ հաշվով այդպիսի սիմվոլիզմի ներքո չէր, որովհետև ինքը ավելի շատ տեղային բնույթ ուներ եւ այստեղ ընդհանուր process-ի մի դրվագ էր, իսկ մակրո դիվանագիտական բանակցային օրակարգերը կապված Իրանի ռուս-ուկրաինականի հետ դրանք ուրիշ բովանդակություն իհարկե ունեն։ Պարոն Ղևոնդյան, դրան զուգահեռ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ Բաքվի հետ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել առաջիկա ամիսներին։ Նմանատիպ հայտարարություններ էլ են ասել առաջիկա ամիսները, դա մինչև 26 դեկտեմբերն, այո, կարող է ստորագրվել մինչև 26 դեկտեմբեր, բայց դա էլի քարոզչական այսպես
այդ բառը չեմ սիրում կներեք կուտ է այսպես ասած քարոշական կերակուր է հասարակությանը ուղղված որ այդ խաղաղություն այդ պայմանագիրը որը նախ հաստորագրվել է տակը բան չկա իրականության մեջ ասեմ ձեզ այն իմաստով որ գիտեք այսպես մի տպավորություն կա որ հայ-ամերիկյան կառույց է ստեղծում տնտեսական որտեղ հայկական կողմը ամենափոքր այսպես դերակատարն է նաև ազդեցության գործիքակազմի տեսանկյունից որպիսի ապահովեն թուրք-ադրբեջանական շահերը այ մոտավորապես այդ թրիփի լոգիկան մոտավորապես այդպիսին է հա իհարկե այնտեղ բազմաթիվ ներքին էլեմենտներ կան որոնք այդ ֆորմալ փաստաթուղթը որ հանրայնացրին հետագայում պետքարտուղարության կայքում էլ որոշակի այսպես բացվածքներ տվեցին շատ սիմվոլիկ ոչինչ չասող էլեմենտներ բայց իրական ասֆալտի հողի վրա գեոպոլիտիկայի տեսանկյունից այդպիսի մոտավորապես իրավիճակ է Միրզոյան Արարատը ամեն առավոտ արտանալու ասի խաղաղությունը մի օր էլ ավելացավ քանի դեռ մենք նախընտրական օրակարգում ենք 26 ընտրություններից հետո իրավիճակը եթե ընտրությունները Հայաստանի Հանրապետության դեմ արդյունքով եղան, այսինքն գործող իշխանությունը վերարտադրվեց, Հայաստանը այսպես կարող է դառնալ սանջակ, հա, թուրքական սանջակ, հա։ Օրինակ ձեր նշած միջոցառման Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ նրանք ամենատարբեր գործիքներ են քննարկել հանրային դիվանագիտության տնտեսական շփումների համար հասարակության մեջ լարվածության, օտարության զգացումը իրենք այդպիսի գործիքներով պետք է ջնջեն նվազեցնեն, թուլացնեն, զգոնությունը քաղաքասարությունը ուրիշ թեմա է, դա ուրիշ թեմա է բենզինի գնով, շաքարի գնով դու կարող ես ազդեցություն ունենալ լայն զանգվածների վրա առավել միջին դասի վրա դու դրանով չես կարող ազդեցություն ունենալ որովհետև նրանց այսպես պահանջմունքային եւ արժեքային հիերարխիան մի քիչ այլ բնույթի այ քաղաքասարակության այդ ձեր նշած կոնտինգենտի միջոցով այո կարող ես հետագայում մշակույթային փոխայցելություններ, միջոցառումներ ընդཐུպ մինչև հասցնելու են այդպիսի գաղափարի ընդհանուր հայրենիք եւ այլն դպրոցի գրքերից ինչ են Մաշտոցի նկարը հանում որպեսզի հետագայում դուք եւ ադրբեջանցի կամ ազարի կոչվող էթնիկ միավորը հա եթե այդպեսին կա կարծես թե կա արդեն նույն հարթությունում լինեք որպեսզի այդ բնիկի գաղափարը հայ ազգի նկատմամբ ջրվի այսինքն ծուլման գործընթաց այո իհարկե ծուլման գործընթաց է սկսվում երբ որ ասում են հայոց պատմություն չի այլ Հայաստանի պատմություն Հայաստանի Հանրապետություն առաջի անգամ առհասարակություն ունեցել է 18 թվականին բայց հայկական պետություն եւ հայը գոյություն ունի առնվազն 5000 տարի է տարբեր թագավորություններ եւ Դա ադրբեջանական թեզ է, պարոն Ղևոնդյան։ Բնականաբար իրենք են ասում հայերի դուք 2018 թվականից ադրբեջանական գործակալական ցանցի օկուպացիայի տակ եք ապրում քանի դեռ այդում նաև ընդդիմադի շրջանակները քանի դեռ չեն պատկերացնում որ այստեղ խնդիրը քաղաքական իշխանության հասնելու օրակարգի մասին չի այլ հակառակորդի ներթափանցած սպասարկող ազնագազմի օրակարգի մասին է իդեպ կարծեմ անցած կամ նախանցած հանդիպմանը ասուլիսի ժամանակ Հայաստանի երկրորդ նախագահը այդպիսի մի թեզ ասեց այն ամենը ինչ որ կաներ գործակալը իր պետության համար ես տեսնում եմ որ անում է Հայաստանի վարչապետը Եվ դա այսպես ակնհայտ ճշմարտություն է, այսինքն մենք կույր չենք, մենք adekvat ենք, մենք տրամաբանող ենք եւ մենք տեսնում ենք քայլերի հաջորդականությունը, որում տեսնում ենք շատ վաղուց ֆոնից։ Խոսք գնաց երկրորդ նախագահի մասին, վերջին ասուլիսի ժամանակ նաև Ռոբերտ Քոչարյանը խոսեց զենքեր գնելու մասին, այն դեպքում, երբ որ այս իշխանությունները պատճառաբանում են, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելու պատճառով Հայաստանը խնդիր էր ունենում զենք ձեռք բերել մինչև 22 թվականը դիլետանտական եւ ծանծաղամի դատողություններ, որոնք ցավալիորեն կարողանում են քարոզչական հակառուսական սոուսով բավական արդյունավետորեն մատուցել հասարակությանը ու հասարակությունն էլ ամեն հարցում չի որ անհրաժեշտ չափ տեղյակ է եւ այսպես կամովին երբեմն հաճույքով կուլա տալիս այդ սնունդը, հա։ Այո, եթե երկրորդ նախագահի այդ ասուլիսի ժամանակ հնչեցվեց, որ ախր դա փաստ է եղել Հասկանում եք դա միլիարդավոր զենք ենք ստացել, միլիարդավոր դոլարների։ Մենք ավելին ասենք։ Ադրբեջանցի քարոզիչները միշտ շեշտում են 5 միլիարդի զենք են առգրավել։ Ադրբեջանցի քարոզիչները կարծում եմ մի քիչ ավել են ասում, բայց ճշմարտության չափաբաժին կա այնտեղ։ Հայաստանը 90-ական 2000-ական թվականներին չուներ այդպիսի կարողություններ այդ ծավալի զենք գնելու։ Ֆինանս չունեինք այդքան։ Ոնց էր գալիս անդադար գնացքներով այդ ժամանակ դեռևս իդեպ Վրաստանով էր գալիս մինչև 2008 թվականին ինչպես են այդ էշելոնները զենքի գալիս
տանկեր, զրահամեքենաներ, արկեր, դա մի քանի տասնյակ հազար տոննաների մասին եմ ես խոսում։ Դա չի դադարել մինչև 2019 թվականը։ Այլ ֆորմատով էր գաս։ Այո, 2019 թվականը մենք զենք ենք ստացել ստաբիլ 90-ականների վերջից մինչև 2019 թվականը դրանք սուերն էին, հետո հակաօդային պաշտպանության մի շարք համակարգի դե պատերազմի ժամանակ էլ ենք ստացել, բայց դրանք չեն օգտագործվել։ Դա ուրիշ հարց է։ Դա իհարկե, դա կոնկրետ հարց է, դա կոնկրետ քրեական հոդված է կարծում եմ, ոչ թե հարցադրում է։ Իդեպ Այն թեզ ինչի մասին ասեց նշեցիք երկրորդ նախագահի ասուլիսի ժամանակ բացառապես 3 դատարանի առջև հարց տվեցին Հայաստանի 3-րդ նախագահին։ Արդյոք մենք կարողացել ենք զենք գնել նույն պատասխանը։ Բնականաբար Իրաք իհարկե կարողացել, Լեհաստանից էլ են կարողացել զենք գնել, Չինաստանից էլ են կարողացել զենք գնել, ռուսական շուկայի մասի ես ընդհանրապես չեմ խոսում, ծավալի, որակի, արդիականության մասով եւ այլն, որտեղ ուր տեղափոխվեցին Վրաստանում ռուսական ռազմակայանների զինտեխնիկան, հարց չի առաջանում, երբ որ ռուս-վրացական պատերազմը եղավ 2008 թվականին։ Բնականաբար Հայաստանը տեղափոխվել, այդ միգերը հետագայում սուերը որ երկրից եղան, որոնք բազմաֆունկցիոնալ գործանիշներ են։ Հասկանում եք, հասարակությանը նախ ատելության դոզա են մտցնում նախկին նախագահների նկատմամբ, մեկի նկատմամբ ավելի շատ, մեկի նկատմամբ ավելի քիչ, հետո սկսում են առանձին պոպուլիստական կենցաղային պոպուլիզմի ընդհանրող թեզեր, հետո այդ Ղարաբաղը ով է հանձնել եւ այլն, դա աշխատում է դեռևս, բայց ճաքեր կան, այսինքն ինչքան կարելի է 7 տարի խոսել նույն բանի մասին, մանավանդ երբ որ տեսնում եմ, որ դու 7 տարի այսինքն մնացել ես նախկինների ազդեցության տակ, տղաջաբա դու ինչ ես 7 տարի երկրի ղեկավար ամենաառաջին քաղաքական մակարդակի որոշում կայացնողս, արդեն կա սարկազմ, ցինիզմ, ժպիտ, հասարակության կողմից գործող այդ թեզերի նկատմամբ, բայց կարծում եմ այն քաղաքական ուժերը եւ այն քաղաքական միավորները, որոնք հայտ են ներկայացնելու 26-ին, պետք է առավել հաճախ, առավել ինտենսիվորեն սկսեն այդ իրենց թեզերը հանրայնացնել, որովհետեւ այն ձախողումների ֆոնի վրա ինչ որ մենք ունենք, իսկ դրանք անդադար են ու շարունակական են, այդ այլընտրանքային թեզերը այնուամենայնիվ հասարակության մոտ ազդեցություն ունենում են։ Իսկ ասուլիսային այս ֆորմատը լավ արդյունավետ է գնալ։ Ես կարծում եմ, որ այդպիսի անմիջական շփումներ, իսկ այնտեղ ամեն հարց կարող է լինել ու լինում են ամենատարբեր հարցերը, դա նշանակում է, որ ասուլիս տվողը մեղմ ասած կաշխանդվելու բան չունի, այսինքն ցանկացած հարցի պատրաստ է պատասխանել, հա։ Այդպիսի ֆորմատները նաև հայտի հիմնավորման հետ են կապված եւ նաև սեփական քաղաքական պատկերացումները հանրայնացնելու համար, հա։ Այսինքն դա աշխատող տարբերակ է հատկապես նախընտրական տարիներում, հա, եւ դա նաեւ օրակարգ է ստեղծում, թե այն մարդիկ, ովքեր որ կողմնորոշման խնդիր ունեն կամ, չգիտեմ, անորոշություն ունեն կամ չգիտեն ընդհանրապես մասնակցելու են չեն մասնակցելու ուղղորդվել։ Այսինքն այլընտրանքային օրակարգ է, այո, Փաշինյանի այսպես կոչված խաղաղության օրակարգ։ Իհարկե, չմոռանանք, որ գործող իշխանության մասին ենք խոսում, իսկ գործող իշխանությունը պոպուլիզմի, մանիպուլյացիաների, քարոզչության առումով բարձր որակի պրոֆեսիոնալ է։ Այսինքն այդ երաշտական այդ բենդերը, որ կազմակերպում են տարբեր տիպի միջոցառումներ եւ այլն։ Ճիշտ էին հաշվարկել վարչաբենդը։ Արդարացան սպասելիքները։ Ինձ թվում է ինքը փորձում է կենցաղային, բայց ոչ թե այսպես մի քիչ լավ ձևակերպում է հնչեցվել, կենցաղային գիքորի կարգավիճակից դուրս գալ մի քիչ, դրա առաջի դրվագը դա գլխարկի օգտագործումն էր, իր վիճակը սափրվելը գլխարկի օգտագործում, այսինքն Արցախից ազատվեցին, կարող ենք հանգիստ շունչ քաշել, ըստ իրեն, ապրել նոր կյանքով, դա սպառողական Հայաստանի կյանքն է եւ վայելել։ Այսինքն այդ վայելքների արդյունքում իսկ երկրում ունենք 120,000 հոգի արցախցի, ովքեր կենցաղային ամենավատ պայմաններում են ապրում, բազմաթիվ խնդիրներ անվտանգության, սահմանային պաշտպանության, գնացել է թմբուկ նվագել է սովորում։ Կարատեի դասերի գնա։ Սա իհարկե սարկաստիկ դիտարկում էր, բայց գիտեք, մենք տեսել ենք նախագահների աշխատանք օր ու գիշեր, երբ որ միակ ձևը հանգստանալու գոնե մի րոպե ավել քնելն էր։ Այս պայմաններում ամբողջ ռեգիոնը զինվում է, Աստված միանացե Իրանում ռազմական գործողություններ սկսվեն, Ադրբեջանը զինվում է, Ադրբեջանն էլ խառնվել է Իրանի շուրջ տեղի ունեցող Թուրքիան գերակտիվ է, աշխարհը խառնվել է, Էփշտեյնի գործը, մենք թմբուկ ենք նվագում։ Էփշտեյնի կղզի այցելելու մեջ։ Մենք թմբուկ ենք նվագում։
Ну, մենք չենք նվագում, պատասխանատուն է նվագում հիմնական։ Անդրադառնանք նաև Էփշտեյնին։ Թրամփի անվան շրջանառությունը իհարկե պատահական չէր եւ այդ ֆայլերի արտահոսքն էլ պատահական չէր, փորձում են ճնշել Թրամփին, թե որոշակի քաղաքականության մեջ փորձում են նոր ուղղություն հաղորդել։ Նախ այստեղ մի հատ իրավական հանգամանք նշենք, այդ գործի նյութերը հրապարակվել է ԱՄՆ-ի արտադրության նախարարության կողմից։ Առանց Թրամփի ստորագրության դա չէր կարող հրապարակել։ Թե ինչ ճնշմամբ այդ ամեն ինչը արվել, ինչ գործիքա կազմով եւ այլն, դա այլ քննարկման թեմա է, ձեր հաղորդման ժամանակը։ Ես չգիտեմ, միգուցե առնվազն այդտեղ կային ոչ միանշանակ բնույթի ամենատարբեր այսպես նյութեր, վիդեո նյութեր, տեսանյութեր, ֆոտոներ եւ այլն։ Պետք է հասկանալ, որ այստեղ աշխարհի էլիտայի մասնակցության ներգրավվածության խնդրահարույց կողմերի մասին է խոսքը։ Ակնհայտ էր, որ այն ինչ որ կատարվել է այդ կղզում, դա պլանավորված գործընթաց է եղել հատուկ ծառայությունների կողմից։ Թե քանի երկրի հատուկ ծառայություն եւ ինչ չափով է մասնակցել, դա էլ է այսպես քննարկումների եւ մտորումների առիթ։ Դա ակնհայտ է, որ միայն մերձավոր արևելյան կամ ինչ որ այլ պետության հատուկ ծառայությունները չեն կամ այն ազգությունը ինչի կրող է Էփշտեյնը, հա։ Ակնհայտ է, որ այստեղ կար մեծ բիզնես էլեմենտ էլ, չէ, որովհետև այդտեղ եղել են արտիստներ, նախկին չինովնիկներ, գործող չինովնիկներ, նախագահներ, պլանավորման մասին խոսում։ Ասել պլանավորում ես իհարկե այդպես չեմ վերաբերել, բայց քննարկումներ են եղել շատ ամենատարբեր երևույթների մասին, հա։ Բաբելոնի փոքրիկ կղզային տարբերակ է եղել, որտեղ մարդիկ իրենց անասնական էության ամենատարբեր դրսևորումներով են հաստատվել։ Ինձ շատ զարմանալի է իհարկե, որ եղել է այդ կարգի վստահություն, որ այդ ամեն ինչը ինչ որ մի ժամանակ հետո չի օգտագործվի, շատ վուլգար բան եմ ասում, մարդկանց են մատակարարել եւ ակնհայտ է, որ այստեղ ներգրավվածություն ունեցել տարբեր պետությունների հատուկ ծառայություններ, հետագայում այս գործիքները օգտագործվելու են քաղաքականության մեջ եւ օգտագործում են քաղաքականության մեջ։ Ով ինչ չափով ներքին քաղաքականության մեջ, արտաքին քաղաքականության մեջ եւ այլն, դա արդեն այսպես վերլուծաբանները ընթացքում կհասկանան մոտարապես, բայց Թրամփի արտաքին քաղաքականության վրա։ Ես կարծում եմ, որ դա վաղուց ազդում է Թրամփի արտաքին քաղաքականության վրա ու դա նոր չի։ Էփշտեյնի գործը վաղուց գործ է, այդ հայկական իրականության մեջ են նորես թեմաները, հավատացնում եմ ձեզ, մի շարք պետություններ կարողացել են նաև իրենց համար աշխարհաքաղաքական դիվիդենդներ ստանալ այս կամ այն ձև, հա, ինչ որ շրջանակներ, բիզնես շրջանակներ, եւ այլն, եւ վերջապես մարդիկ, այսպես ինչ որ մարդիկ այդ նյութերի ինչ որ մի ծավալը իրենց ձեռքի տակ է հայտնվել այս կամ այն ձև, թե ոնց է հայտնվել դա ուրիշ խնդիր է, կարողացել են դրանից ուղղակի փող աշխատել, հա, այսպես ուղղակի նյութական օգուտ ստանալ եւ այլն, հա։ Իսկ աշխարհում չկա բարոյականություն, չկա արդարություն, չկա ազնվություն, չկա խաղաղություն, հա։ Եթե դու ուժեղ ես, եթե կարող ունակ ես, քեզ որևէ հաշվի տեղ կառնեն, կնստեն քո հետ ինչ որ մի չափ, եթե ոչ, ապա քեզ ուղղակի կտրորեն կգնան։ Այդ կոնցեպտը որևէ չի ցանկանում, նու ցույց է տալիս, որ չի հասկանում Հայաստանի գործող վարչապետը եւ նրա խմբակը, որտեղ իրենք սպասարկում են ուրիշ պետության շահեր մեծ հաշվով։ Անդրադառնանք ԱՄՆ-Իրան հակամարտության կամ կոնֆլիկտային իրավիճակին, հաշվի առնելով, որ մենք Իրանի հետ ունենք ընդհանուր սահման, մեր բնական դաշնակիցն է նաև Իրանը, ինչ զարգացումներ կարող են լինել եւ դա ինչպես կարող է մեզ վրա ազդել։ Նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Ադրբեջանից վստահեցնում են, որ իրենց տարածքը ոչ մի դեպքում Իրանի դեմ չի օգտագործվի, չնայած բոլորին էլ հայտնի է իրականում ինչ պրոցեսներ են այնտեղ գեներացվում կամ ինչ են ակնկալում Իրանից արևմտյան դաշնակից գործընկերները։ Այնուամենայնիվ, իսկ Հայաստանը լռում է, չնայած Իրանի դեսպանը նախորդիվ շատ մտահոգիչ հայտարարություններով էր հանդես եկել։ Իրանի դեսպանը շաբաթներ առաջ Հայաստանի պատմության մեջ շատ կոշտ, շատ ոչ գործընկերային, բայց մի զգալի մասով արդարացված դատողություններ հնչեցրեց, հետո դրանից հետո այդ Թուրքիայից Հայաստան տեղափոխված ազգությամբ իրանցիների այդ միտինգները որ կազմակերպում էին, իսկ բանով օրավարձով էին այդ մարդիկ, հա, այսպես օրական ստանում էին ինչ որ X գումար, գնում էին դեսպանատան դիմաց աղմկում էին, հետո դրանց կալանավորեցին, մինչև այդ որևէ օրակարգ չկար, բայց այդ կալանավորելուն նախորդեց Թրամփի հայտարարությունը, որ փաստորեն Իրանը չի պատժելու, դու մահապատժի չի ենթարկելու, այսպես մեղավորներ այդ պրոցեսների։ Իրանի շուրջ իրավիճակը բավական բարդ է։ Արդյոք Թրամփն է որոշում ինքը կհարձակվի, կհարվածի թե չէ։ Այդ շատ կարևոր Իր հայտարարություններից այդպես է։ Ինքը Հայաստան հանդիսանում է այդ պետության ղեկավարը, ինքը էքսցենտրիկ ազնվորություն է, բիզնես մտածողություն ունի, շատ խնդրահարույց անցյալ ունի, ոչ պակաս խնդրահարույց ներկա ունի,
եւ ինքը միջուկային գլոբալ առաջպետության ղեկավարն է, հա, բայց այդ պետությունը միայն Թրամփով չի, այդ պետությունը ինստիտուցիոնալ պետություն է, այդ պետությունում կան տարբեր այսպես հոսքեր, շրջանակներ եւ այլն։ Հիմա օրինակ մենք խոսում ենք Իրանի մասին, բայց այս ընթացքում BlackRock միջազգային կազմակերպություն, միջազգային չասեմ, բայց BlackRock ներդրումային կազմակերպությունը գնել է Պանամայի եւ Նիկարագուայի նեղուցի հիմնական բոլոր նավահանգիստները։ Ում են դրանով հարվածում են Չինաստանին իրականության մեջ, հա։ Իսկ Վենեսուելայից հետո դա հաջորդ քայլն էր։ Իսկ ցինիզմը գլոբալ են ասչան ասել, որ Թրամփը ասում է Գրենլանդիան 52-րդը չի լինի, 52-րդը կլինի Կանադան, հետո միգուցե Վենեսուելան եւ այլն։ Դուք հասկանում եք, քաղաքական ցինիզմը ու լկտիությունը ուր ասել, դու մոտավորապես այդ ցանցի ներքո կարելի է Հայաստանի մասին ընդհանրապես չխոսել, որովհետեւ Հայաստանը որևէ տեսանկյունից դերակատար, այսպես կարգավիճակ ունեցող ու վախենամ արդեն ասեմ օբյեկտ էլ չի։ Ինչ-որ մի հատ ընդհանուր process-ի մի գրամը կարող է։ Իրանը հզոր պետություն է, Իրանը ներուժ ունեցող պետություն է, ասֆալտի վրա, հողի վրա Իրանի դեմ չեն կարա դուրս գալ։ Պետք է փոխենք քաղաքացիական պատերազմ։ Այսպես սադրեն Իրանում բազմաթիվ այդ թվում նաև հումանիտար կազմակերպություններ կան, որոնք տարբեր երկրների գործակալական ցանցերի այսպես ներկայացնում են, բայց Իրանում էլ չէ խնդիրներ կան, իսկ ֆինանսատնտեսական, սոցիալական խնդիրները, այդ կոշտ պահպանողականությունը, որը ինչ-որ փուլ առ փուլ գնում է զիջումների, բայց դա այն հասարակության համար, որ ապրում է այդ երկրում անհրաժեշտ, բավարար չի, եւ կա իհարկե զուգահեռ աշխարհի գաղափարը, չէ, ասենք Իրանի քաղաքացիները իհարկե դուրս են գալիս, տեսնում են աշխարհում ինչ ազատություններ կան, եւ այդ միգուցե այդ ազատություններից գայթակղված ասեմ, բայց իրականում մոլորված, որտեղ այդ ազատությունները հանգեցնում են շատ վտանգավոր վայրերի, երկրում նոր պահանջմունքների օրակարգեր են փորձում ստեղծել, հա։ Պետությունը տրամաբանորեն տուրբուլենտության մեջ է հայտնվում, ինչ որ ցիկլ առ ցիկլ, ովքեր են դրանից օգտվում, տարբեր պետություններ։ Իդեպ պարտավոր չեն այսինքն պարտադիր չի ընկալել, որ դրանք միայն հակառակորդ պետություններն են օգտվում։ Դրանք այսպես քաղաքականության մեջ դաշնակիցներ ու հակառակորդներ չկան։ Երբեմն նաև գործընկեր պետություններն են օգտվում, ասենք ազդեցության հավելյալ լծակ են ունենում այդ պետության նկատմամբ։ Ես Իրանի մասով խոսեցի, հաշվենք, որ դա ունիվերսալ է բոլոր պետությունների մասով։ Հիմա ռուսներն ու չինացիները Իրանին օգտվում են։ Չինաստանը ահռելի մեծ, ահռելի չէ, բավական մեծ քանակի զինտեխնիկա փոխանցել, նոր չի փոխանցել, այս ընթացքում էլ է փոխանցել, ռուսներն էլ իրաց մասով են փորձում անել։ Ռուսները հայտարարում են, որ մենք որևէ մեկի փոխարեն չենք կռվելու, օրինակի համար, չէ, բայց կաջակցենք այնքանով, ինչքանով կաջակցենք։ Չէ՞ որ քաղաքականությունը առևտուր է։ Ինչ է ստանալու կռվելու դիմաց, որ հարթակում ինչ կորուստներ են ունենալու, որտեղ ինչ է ստանալու։ Այդ ամենը պետք է հաշվի առնենք։ Հայաստանի պարագայում Հայաստանը ուղղակի այդ հոսանքների տակ կարա մնա։ Անկամ իսկ դա կարելի մի օրվա բան, պրոստը։ Այսինքն վաղը առավոտյան արտանանք, իմանանք, որ այդ ռեգիոնում մեծ պատերազմ է, ու մեկ էլ ասենք, տեսնենք, որ չգիտեմ, Հայաստանում ռմբակոծությունները կամ չգիտեմ, անվերահսկելի քանակությամբ փաստականներ են գալիս եւ այլն, իդեպ այդ փաստականները ազգությամբ էթնիկ առումով ազերի են լինելու, հա։ Եվ հումանիտար ճգնաժամեր։ Ովքեր են օգնելու մեզ, Թուրքիան ասել, եկեք ձեզ սահմանները բացենք, ես մեծ քանակի դաշտային հոսպիտալներ ուղարկեմ, ես անեմ, Ադրբեջանն ասել, եկեք ձեզ ցորեն տամ, չգիտեմ, գարի տամ, կաց տամ, բենզին տամ։ Ադրբեջանական ռազմական ներկայացում։ Ռազմական չէ, հումանիտար ներկայացություն, այսինքն հումանիտարի ներքո ովքեր են մտնելու այդ պետությունների հատուկ ծառայության ներկայացում արդեն զանգված էին, իրանք վաղուց այստեղ աշխատում են։ Դա տրամաբանական է։ Մենք ունենալու ենք տարածք պետության փոխարեն, որը կառավարվելու է ուղղակի այդ արտակարգ սցենարի դեպքում այլ պետությունների կողմից։ Ընդ որում, գիտեք ինչ վիճակը, որ Հայաստանը հայտարարել է, որ ինքը ունակ չի, կեսունակ չի։ Ռուսները ասել են մենք ձեզ կօգնենք, ռուսներին չեն պատասխանելու, որովհետև այս ամբողջ ֆիլմի, կինոյի, սերիալի նպատակը Ռուսաստանին այս ռեգիոնից դուրս մղելն է, դեպի բայց կարձագանք են Օրդողանի օրինակ։ Անկասկած կարձագանք են եւ մենք ունենք բազմաթիվ այդպիսի օրինակներ, հա։ Մենք ունենք տարբերակներ, որ Արցախյան այս ամենի իրավիճակ ուրիշ ձև կարող է լինել։ ՀԱՊԿ-ի ֆորմատով կարող էին զորավարժությունները անցկացնել ու հենց Արցախի սցենարի ներքո ախր այդ ամենը ուղարկվել է Հայաստանի ղեկավարին, նու գործող վարչապետը, հայտարարվել է այդ։ Այո, ասած 107 էջանոց զեկույցով չեմ նստելու կարդամ։ Իհարկե չես նստել, քեզ բերել էին Արցախը հանձնելու համար։ Իդեպ հետագայում ինքը հենց այդ մասին էլ ասեց։ Այնպես որ գլոբալ խաղի հայկական էլեմենտն է, որի ճակատագրի մասին դժվար է այսպես հստակ ինչ-որ կանխատեսումներ կամ պատկերացումներ ունենալ։ Ձեր բնութագրածի ֆոնին ինչ պետք է անենք, որպեսզի ընդդիմությունը կարողանա հաղթել 2026-ի ընտրություններին։ Ընդդիմությունը ուզում է հաղթի, նախ պետք է հասկանալ, որ ընտրություններով Հայաստանում իշխանություն չի փոխվելու։
ուղղակի չի փոխվելու։ Հայաստանի գործող իշխանությունը եւ այն շրջանակը իրենք շատ լավ հասկանում են իրենք ինչերի տակ են մտել, հետեւաբար հասկանում են, որ մի օր առանց իշխանության իրանց ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները սպասում են իրանց։ Երկրորդ եւ ամենակարևոր շահառուն՝ թուրքերն ու ադրբեջանցիները չեն թողելու, որ Հայաստանում իշխանություն փոխվի։ Պատկերացրեք բոլոր հնարավոր դիվերսիոն գործիքակազմը եւ այլն, Հայաստանում քաղաքացիական բախումների սադրանքներ, հայերեն խոսացող ադրբեջանցիներ իդեպ շատ են։ Շատ են։ Այնպես որ այդ ամեն ինչը ամեն ձև արվելու է, որ Հայաստանում իշխանություն չփոխվի։ Այդ դեպքում լուծումը ո՞րն է։ Լուծումը նախ ընդդիմության մոբիլիզացիան է։ Այնտեղ տարբեր քաշային ընդդիմադիրներ կան, այդ պետք է նախ տարանջատենք, հա։ Եթե խոսքը նոր աստեղծ, ավելի մանր, փոքր ազդեցություն, բայց ամեն մեկը որոշակի ռեսուրս ունեցող փոքր միավորների մասին, իրանք առանց որևէ ամբիցիա խաղացնելու պիտի միանան իրար։ Ոստեղ խնդիրը այն չի, ով է գալու իշխանության։ Եթե դրանք ուզում են գան իշխանության, ապա ընդհանրապես քաղաքականությամբ չպետք է զբաղվեն կամ գնան կանեն գործող վարչապետի կողքը։ Մենք այսօր պետք է մի օրակարգ ունենանք, դա կոնսենսուս մինուս 1-ն, այսինքն ողջ ընդդիմադիր շրջանակը պետք է մոբիլիզացվի իր շուրջ, ընդդեմ մեկի։ Այդ մեկից ազատվելու դեպքում Հայաստանը հնարավորություն է ունենալու գոյություն ունենալ։ Հայաստանը հնարավորություն է ունենալու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերվել ուրիշ դիրքերից։ Հայաստանը հնարավորություն է ունենալու Թրիփուն իր շահերը փորձել ապահովել առաջ տանել։ Հայաստանը հնարավորություն է ունենալու չցեղասպանվելու։ Այսօր ուղիղ եթերով Սիրիայում նոր գործող իշխանությունը Թուրքիայի հովանավորությամբ տապ ջարդում է քրդերին։ Միացյալ Նահանգները 20 տարի քրդերին աջակցում էին, փող էին տալիս, զենք էին տալիս, հետո Թրամփը եկավ, որոշեց, որ մեր շահերից այլևս դա չի բխում։ Իդեպ ինքը բացահայտ կապիտոլիումում հայտարարություն արեց, երբ որ լրագրողները իրան այդ մասին հարց տվեցին, հա։ Քրդերն էլ աղաղակում են, որ իրենց դավաճանեց արևմուտքը։ Քաղաքական շրջահայացությունը հենց դրանում է, չի կարելի երբեք նախ ինչ-որ ճյուղից կախվել մի ճյուղից, երկրորդը պետք է հասկանալ ում հետ ոնց։ Իհարկե դա հեշտ չի, ակնհայտորեն հեշտ չի, դա մեծ գեոպոլիտիկա է, բայց հիմա մեր ընդդիմությունը պետք է մոբիլիզացվի, ուրիշ տարբերակ չունի։ Ամեն մեկը իր ձևով, մեկը մտքով, մեկը փողով, մեկը ռեսուրսով, մեկը քաղտեխնոլոգով, մեկը վստահված անձով եւ այլն։ Հայտ ներկայացրած ու առանձին մասնակցության հայտ ներկայացրած փոքր քաղաքական ուժերը չեն հասկանում դա, թե սա արդեն ընտրված ճանապարհ է։ Ես առաջարկում եմ իրենց կանչեք հյուր ու այդ հարցերը ստվեք, դուք հասկանում եք թե չեք հասկանում։ Ես շատ անկեղծ եմ ասում։ Կանչեք ու հարցրեք, որովհետև գիտեք սա խաղ չի է, հետո էլ հնարավոր չի լինելու հետ բերել։ Ուղղակի հնարավոր չի լինելու։ Ավելին ասեմ, իրանց լավագույն արդյունքը լինելու է 1-2%-ը։ Լավագույն դեպքում։ Լավագույն դեպքում, իհարկե, ինչի՞ մասն է խոսքը։ Այնտեղ մարդիկ կան, որ իրենք իրանց դեմ են աշխատում։ Լինելով քաղաքական միավորի ներկայացուցիչ, չգիտեմ, տեխնացու, իրենք իրանց դեմ են աշխատում։ Փոքր միավորների մասն եմ խոսում։ Մեծ միավորներ, ովքեր ավելի կարողունակ են, ովքեր ավելի փորձառու են, ովքեր ավելի լեգիտիմ են, պետքա բարեփոխվեն։ Թիմերը պետքա փորձեն առավել մրցունակ սարքեն, ամբիցիաներ չխաղացնեն, մեծության ամբիցիաներ, հա, որովհետև իշխանությունը ունի ուժային ռեսուրս, կանան մի օրում սաղին հավաքեն տանեն։ Պրոստը հավաքեն տանեն, ոչ մեկ չի դուրս գալու փողոց։ Մարդիկ հոգնել են քաղաքականությունից, մարդիկ հոգնել են լարվածությունից, մարդկանց կյանքը ֆինանսատնտեսապես բավական ծանր է, շատ թանկացել է, մարդիկ ընդհանրապես հոգնել են այս վերջի 7 տարվա լարվածությունից։ Ավելին ասեմ, իրենք իրենց կեղծ բաներով հաճախ սփոփում են, որպեսզի այդ պրոցեսների մեջ չմտնեն։ Այսինքն մարդիկ հիմա շատ ավելի վատ վիճակում են իդեպ ասեմ դες, քան 2020 թվականին, որովհետև եթե այն ժամանակ դեռ կար մոտիվացիա ընկալում, որ պետքա վերադառնալ, այսպես հակահարված տալ, վերականգնել, հիմա անտարբերությունն է։ Իսկ այդ անտարբերությունը ջարդելը շատ դժվար է։ Գումարած գործող իշխանությունը աշխատում է այդ ուղղությամբ։ Ձեռքերը ծալած չեն ուզում պրոֆեսիոնալ կեղծիքների, սրիկայությունների, ամենատարաբնույթ այսպես մանիպուլյացիաների, կեղծ թեզերի, զանգվածային այդ ֆեյքերի գործիքակազմով շատ արդյունավետ աշխատում։ Բայց հայ եկեղեցու դեմ պայքարը կարծես թե ձախողեցի։ Նախ ոչինչ դեռ չի ավարտվել, այդ մեկ, երկրորդը եկեղեցու դեմ պայքարը դա հայ դեմ եւ հայ հավատացյալ հանրույթի եւ ինքնության դեմ պայքարը դա բառից բուն իմաստով է այդպես որտեղ իրենց պետք են մանկուրտները արժեքներ չունեն եւ հեշտ ղեկավարվող իհարկե դա պատվիրակված է Ենիչերիները ոնց էին ստեղծում Օսմանյան կայսրությունում իսկ ով ասես որ նույն գործիքակազմը չի պատվիրակվել գործող վարչապետին ներքի մեջ ամեն ինչ գրած է չէ իրա դեպի
Սկզբում հայտարարելը թե ինչ եմ անելու կամ ինչ գործիքակազմով եմ առաջնորդվելու, հետագայում դա քայլ-քայլ իրականացնելը դա շատ ավելի ամերիկյան մոտեցում է։ Առհասարակ իրենք հայտարարում են ինչ են անում։ Հիմնականիչները դա դեպի Ամերիկա։ Շատ այդպիսի կայքեր կան, այդ թվում նաև ֆլեշ մուլտեր կան, հա, ցույց են տալիս թե ինչա լինելու առաջիկայում եւ հետագայում մենք զարմանում շատ ապրեք, ես նաև դրա մասն եմ ասում։ Դա ինչ է, դա մեր լսողական, տեսողական ընկալողունակության համակարգերը ադապտացնում են ինչ որ մի վիճակի, որի մասին մենք հետո ենք իմանում։ Օվերտոնի պատուհանը։ Այո, նու ինքը մի քիչ օվերտոնի պատուհանը մի քիչ ուրիշ բան է, բայց մոտարապես այդպեսի բան է, այսինքն դու ծանոթացնում ես այլընտրանքային հեռանկարում մեզ սպասող։ Հիմա ես ասում եմ, փոքրերը պետք է մոբիլիզացվեն առանց ամբիցիա խաղալու։ Մեծերը պետք է մոբիլիզացվեն, դժվար է լինելու, անձնական խնդիրներ էլ կան, բնականաբար, բայց այստեղ երկրի գոյության օրակարգ կա։ Ու բոլորը ամեն մակարդակում պետք է այդ ընտրություններին տեր կանեն, ունենալով հետընտրականի պլան։ Եթե հնարավոր եղավ անցնել, խնդիրը լուծել, հա, որոշակի ժամանակ հետո պետք է արդեն նոր ընտրություններ արդեն ամեն մեկը իր ճանապարհով, ամեն մեկը իր առաջարկով, ամեն մեկը իր ձևով, ամեն մեկը իր պատկերացումով, իր գործիքակազմով արդեն քաղաքական նորմալ պայքարի մեջ կմտնեն, ոչ թե արդեն ընդդեմ մեկի հանուն պետության, այլ հանուն պետության ամեն մեկը իր ծրագրերով։ Այդ ժամանակ արդեն adekvat վիճակում կհայտնվի։ Այդ ժամանակ արդեն կարելի է իշխանության համար պայքարել։ Իհարկե, այդ ժամանակ արդեն լիովին լեգիտիմ, արդարացված եւ ազնիվ ու բարոյական կլինի նաեւ այդ իշխանության մասին պայքարելու մասին խոսելը, հասկանում եք։ Մեր խնդրի մենք մեզ իրավունք չունենք այսպես շքեղություն տալ, որ մենք իշխանության համար ենք պայքարում։ Մենք պայքարում ենք ընդդեմ մեկի, որովհետեւ այդ առանց դրա Հայաստանը շանս կունի։ Իր հետ Հայաստանը շանս չունի իրական։ Այսինքն այն կարծիքները, որ փորձագետները, քաղաքական մելուծաբանները ասում են, որ 2026-ը լինելու են ամենավերջին հայկական ընտրությունները, դրանից մեկն էլ ես եմ։ Այո։ Ես ավելին ասեմ, ես մի շարք անգամներ ասել եմ, որ Հայաստանում ինքը լինելու Հայաստանի վերջի վարչապետը, կարելի է անցնել որպես վարչապետ ինստիտուտ իմաստով, բայց ես չեմ բացառում, որ դրանից հետո Հայաստան պետության հետ կապված կարող են խնդրահարույց բաներ լինել։ Ախր ամենից շատ իրական է։ Մենք ապրում ենք մի իրականության մեջ, տեսնում ենք օրը ցերեկով այս պետությունը այլևս չկա։ ԱՄՆ-ն մտավ, Վենեսուելան վերցրեց, ասում եմ իմ 54-րդ նահանգն է։ Բայց ի՞նչն է խանգարում, որ մեկ այլ պետություն այդպես չվարվի։ Օրինակ Ադրբեջանը, որ Արևմտյան Ադրբեջան եզրույթը արդեն Եվրոպայում է առաջ տանում։ Ադրբեջանը պատկերացում ունի իր սեփական ազգային շահերի մասին, Ալիևը հասկանում է, որ քանի տարբերակա, քանի իրենց տղեն է Հայաստանում վարչապետ, իրանք պետքա փորձեն մինչև վերջ վերցնել։ Հայաստանի գույնը չեն ուզում փոխեն քարտեզի վրա, Հայաստանը ներսից են ուզում վերցնել։ Միքայել Սրբազանն ասում էր Հայաստան անունով Էրմենիստան բովանդակությամբ։ Այդպեսի իրողություններ կան։ Ու այսպեսի մի իրավիճակ էլ կա, սա միայն էլիտաների պայքարը չի, սա նաև հասարակության պայքարն է։ Որովհետև եթե հասարակությունը ուզում է, որ իրենց երեխեքը հայ մնան, իրենց աղջիկները հայերի հետ ամուսնանան, ես այլ ազգերի դեմ ոչինչ չունեմ, բայց ես ուզում եմ, որ Հայաստանը հայկական պետություն լինի, եւ ոչ այլ ազգերի այսպես տարածք կամ Բայց շատ վատ պատկեր տվեցիք հենց հասարակության առումով, որ անտարբերություն է։ Ես հասարակությանը չեմ մեղադրում, որովհետև հասարակությունը հոգնել է։ Մարդիկ իրենց կենցաղային բարդությունների ներքո երբեմն անվտանգության իրենց զգացումը, սպառնալիքի զգացումը, թմրանում, հոգնում են։ Մարդիկ ալկոհոլիկ են դառնում, մարդիկ գնում են, չգիտեմ, ինչերով են զբաղվում, ինչի է ավելացել այդ։ Ընդ որում դպրոցներում են վաճառում։ Ինչու է թմրամիջոցներին այդ ծավալը օգտագործողների շատացել, որովհետև լարվածություն սփոփելու միջոցա չէ դառնում մարդկանց մոտ սոցիալական ներքևներում երբեմն էլ սոցիալական ոչ միայն ներքևներում չէ բայց լարվածությանը ոնց են արձագանքում ինչի Միացյալ Նահանգներում թմրամոլության մի էլեմենտ կա որը լեգալիզացրել է որովհետև ստրեսի քանակ այդ պետությունում ահավոր ինչի են գեր մարդիկ շատ ստրեսից շատ են ուտում չէ մի մասը թմրամիջոցներ է օգտագործում այդ նույն շատ ավելի փոքր շատ ավելի խնդրահարույց ճակատագրին մենք ենք արժանում ինչի է Հայաստանում օնկոլոգիայի աստիճանը երկրորդ առաջինը աշխարհում ստրեսի գործոնն Իսկ այդ ստրեսի պետքա դիմագրավել, չէ՞։ Մի անգամ պետքա մոբիլիզացնել, պայքարել, խնդիրը լուծել, հետո փորձել ապրել, որտեղ հեշտ չի լինելու հետո է։ Այս Հայաստանի գործող վարչապետը այնպես պայմանավորված ունի եւ այնպես պահանջների տակ է մտել եկող կառավարող թիմը պետքա կարողանա բալանսներ ստեղծի միջազգային, որ այդ խնդիրների տակից դուրս գա եւ մի հատ ուրիշ հարց։ Ներհասարակական համերաշխություն պետք է ստեղծի։ Նիկոլական ոչ նիկոլական օրակարգը Հայաստանը ոչնչացնելու է։ Եթե լուրջ անձնական, քաղաքակրթական, գոյաբանական որոշում չկայացնի, որ մոռանում ենք ինչ որ բաներ կա չես կարա
բայց այդտեղ արդեն պետք է օրենքը աշխատի։ Բաներ կա, որ այդտեղ արդեն պետք է օրենքը աշխատի։ Ինքնադատաստաններ, չգիտեմ, ընկերը ինչ-որ տեղական դատարաններ, բաներ, իհարկե երբեք չպետք է ստեղծել։ Այսինքն հումանիտար կորիդորը պետք է թողել ամեն դեպքում։ Հումանիզմի ներքո պետք է շփվենք։ Ես էլ կարամ շատ հիմքեր բերեմ, որ միգուցե էմոցիոնալ, որ այ այսպես, բայց դա խելամիտ չի կարելի այդպեսի բան անել։ Ու դա պետք է լինի նաև գործող ընդդիմության շեշտադրումներից մեկը, կապ չունի, որ դուք սխալվել եք, կապ չունի, որ ձեզ խաբել են, ձեզ օգտագործել են, մանիպուլացրել են, դուք փողով գայթակղվել եք եւ այլն, ոչինչ պետք է առաջ գնանք։ Ձեր հետ այդ թվում նաև։ Ես տարօրինակ բաներ եմ ասում, բայց ուրիշ ճանապարհ ուղղակի պետության համար չկա։ Առումով դժվար է ընկալել իհարկե, բայց քաղաքական առումով, որտեղ պետությունը էմոցիա չի սիրում, պետությունը էմոցիայից կարող է կործանվել ուղղակի։ Պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, կհանդիպենք վաղը։